Շարունակում է մեր տոնական եթերը, իսկ այս պահին ուզում ենք սիրով ներկայացնել մեր այսօրվա հաջորդ հյուրին, մեր տաղավարում է հանրային հեռուստատեսության քաղաքական հաղորդումների խմբագրության ղեկավար, պրոդյուսեր, հաղորդավար Պետրոս Ղազարյանը։ Բարև ձեզ։ Բարի լույս, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ, շնորհավոր ենք հեռուստատեսություն։ Այսօր հեռուստատեսության աշխատողների օրն է։ Ճիշտ է ձևակերպումը, ճիշտ է։ Դուք ոնց էլ ձևակերպեք, մեկ ասելու ենք այո, շատ ճիշտ է։ Պետք չի տենց։ Չէ, իրականում այո, կատակում իհարկե ճիշտ է։ Շնորհավորում ենք նաև փոխադարձ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Բոլոր հեռուստատեսությունների, բոլոր աշխատողների տոնը շնորհավոր ենք։ Այո, շատ կարևոր օր, շատ կարևոր տոն բոլորիս համար ու հետաքրքիր է, քանի տարի է հեռուստատեսությունում եք եւ ինչպես կնկարագրեք այդ տարիները։ Եթե չեմ արդեն հաշվի գործել, որ ճիշտն ասեմ, եթե չեմ սխալվում 24 կամ 25 տարի է։ Կամ 2000 կամ 2001 թվականներն էր։ Հա, 1 չէ, 1 ավելի շուտ։ Դե այնտեղ եղավ պահ, որ միշտ չի որ եթերում ես եղել։ Մի կես տարի այտենց շատ ծանր ժամանակներ էին, այդ ժամանակ։ Ես փողոցից եկա պատահական։ Ինչպես ստացվեց։ Ծանոթ կար, որը այնտեղ ամեն պլյուսը փակել էին։ Այն խոսքի ազատության տարիների ժամանակ։ Ես այտենց ինձ լրագրող չեմ էլ համարում, այտենց մեկ օր որ նայում եմ այդ լրագրողներին, ասում եմ մամա ջան, ես ինչու եմ զբաղված այս տղեկը։ Այտենց ես որ հիմա մտածում եմ, մենք փողոցից եկանք ու մտանք ուղիղ եթեր։ Ես ուղիղ եմ աշխատել առաջի 7 տարին։ Ծանր վիճակ էր, որտեղ իրոք փակել էին, եթերազրկել էին ամեն պլյուսը եւ ժամկետներ կար, որ պետք է մտնեին, դե մարդ հարցազրույցավար չկար, որովհետեւ պետք է ուղիղ աշխատեին։ Դուք պատկերացնում եք քաղաքական հաղորդաշար ուղիղ մարդ, որը կյանքում ստուդիա չի մտել։ Տենց ու կարեցինք։ Ամեն դեպքում արդեն 24 տարի, եկեք 24-25, ինչպես դուք նշեցիք։ Ինչպես կնկարագրեք այս տարիները։ Հիմա գոհ եք, որ դուք պատահական սկզբունքով փողոցից, ինչպես դուք նշեցիք, հայտնվեցիք հեռուստատեսություն։ Արդյոք գոհ եք, թե ոչ։ Բնականաբար գոհ եմ, որովհետև ես սիրում եմ իմ աշխատանքը։ Ես ինձ երբեք այդպես դասական լրագրող չեմ համարել։ Ես նստում եմ, ինչ մտածում եմ, այդ հարցնում եմ եւ մեծ հաշվով բան չի փոխվել այդտեղ։ Ինձ ասում էին այն ժամանակ, որ կենտրոնից գալիս էի հանրային, ասում էին, հա գնաս, կտեսնես այնտեղ ինչեր է կատարվում։ Այստեղ հանրայինում։ Հա։ Եվ կատարվում էր այն ժամանակ։ Եկանք սովորական, եթե դու գիտես ինչ ես ուզում, ինչ ես անում, այս առաջի եթերը հիշում եմ, հիմա չեմ ասի ով էր, հայտնի քաղաքական գործիչ էր, հիմա Հայաստանում չի։ Դե որ Շարմի տղաներ իրան բերեցին, ասացին նոր հաղորդավար է, էլի խնդրում եմ մի քիչ այդպես եթերում իրան խնայի, ես ունենց խոցվեցի այդ բանից, ոնց ինձ խնայի։ Ու այդ կնոջն այնց օրը գցեցի առաջի եթերի օրը, դրա համար իր վրա չարացած էր, որ ինքը իբր թե ինձ պետք է խնայի։ Իսկ կինը դուրս եկավ, ասաց, բայց ինձ ինչի խաբեցիք, ասացիք նոր հաղորդավարը։ Ես ինչ արեցին, ասաց։ Ասում բերեցիք ստեղ, դրեցիք ու ինձ sense խայտարակ արեցիք։ Այդտեղից ես տենց ինձ թողեցին գնացի առաջ։ Պարոն Ղազարյան, ինչ կանոններ կան, որոնց պիտի ենթարկվեն քաղաքական թեմայով հարցազրույցավարները անպայման։ Դրանք մեծ իմաստով այն կանոններն են, որոնք մարդը պահպանում է, երբ որ ինչ-որ մեկի հետ զրուցում է։ Դու պետք է լինես կոռեկտ, դու պետք է լինես։ Տեսեք, հարցազրույցավարը 3 այսպես փունջ ունի իր հաղորդման մեջ։ Առաջինը նա պետք է այն հարցերը տա, որին եթե տեսնում է մարդը, այդ հարցերը օդի մեջ ծագում են։ Կա, չէ՞ որ տեսնում ես, ասենք, հեծի կառավարչին կամ էս ինչ նախարարին, դու արդեն այդ հարցերը քո մարդկանց մոտ կուտակվել է։ Այսինքն այդ որ մարդը չնստի, սպասի, հաղորդավարը այդ հարցերը չտա։ Այսինքն դրանք են օդի մեջ եղած հարցերն են, որոնց հաղորդավարը պետք է տիրապետի։ Երկրորդը այն հարցերն են, որոնք արդեն ինքը մտածել է, վերլուծել է, տակերից գտել հանել է, կարդացել է մի քիչ ավելի, այսինքն իր տնային աշխատանքն է։ Եվ երրորդ փունջ հարցերը, դրանք այն հարցերն են, որոնք հյուրը ուզում է լսի, որովհետև դու չես կարող միշտ այն անես, ինչ որ դու ես ուզում։ Ինքը եկել է քեզ եւ ինքը նույնիսկ ամենավատ դրության մեջ, երբ որ 15 րոպե լինում է,
պետքա 5-7 րոպե իրեն լավ զգա, որովհետև ինքն էլ է եկել եւ ինքն էլ պետքա բավարարվի եւ պետքա պատասխանի այն հարցերին, որոնց ինքը ուզում է լսի եւ եթե այս 3-ը ամբողջացնում ես, քո մոտ լինում է նորմալ հարցազրույց։ Եվ հարցազրույցի ամենակարևորը գիտեք ինչն է։ Երբ որ դու հարցազրույց ես վարում, պետք է կարողանաս պատասխանել մի հատ բարձ հարցի։ Ինչի մասին է այն հարցազրույցը։ Ես ես վստահեցնում եմ, շատ դժվար է այդ հարցի պատասխանը գտնել եւ հստակ ձևակերպել։ Եթե դու գիտես այդ հարցի պատասխանը, ինչի մասին է այն հարցազրույցը ձեր հետ։ Քո հարցազրույցը կստացվի։ Եթե դու այդ հարցի պատասխանը չգիտես, կլինի ամեն ինչի եւ ոչ մի բանի մասին։ Շատ լավ, քանի որ մեր ազգը շատ հետաքրքրված է առասարակ քաղաքականությամբ, քաղաքական հաղորդումներն էլ ամենառեյտինգայինն են, կհիշեք դեպք, երբ օրինակ աշխատանքից դուրս, չգիտեմ, ինչ որ առևտուր անելուց խանութում կամ ուղղակի զբոսնելուց, որ մոտենան ինչ որ մի քաղաքական վերլուծություն ձեզանից խնդրեն կամ լսեն, փորձեն։ Այդ առօրյա Ամենօրյա նորմալ երևույթ։ Նորմալ առօրյա։ Ես հակառակի վրա եմ զարմանում, որ ասենք չի լինում այտենց, որովհետև մեր ժողովրդի մոտ կա այտենց սիրած հարց չէ, վերջը ինչ է լինելու։ Ահա։ Լավ, հիմա սրա վերջը ինչ է։ Վերջը դրա ինչ է լինելու։ Ես ինձ չեմ ընկալում այտենց, եթե դες անկեղծ ասեմ, որ ես այտենց ես շատ եմ ունեցել աշխատողներ, որոնց ընդունել եմ աշխատանքի, կես տարի հետո, մի տարի հետո ես այդ մարդկանց չեմ ճանաչել։ Իրանք այտենց արդեն հա, ու հիմա ես միանգամից հենց այդ զգում եմ, միանգամից գործից հանում եմ եւ իրանք հիմա այտենց ուրիշ տեղեր այտենց парքի պսակով ման են գալիս, որ իրաց մարդիկ ճանաչում են։ Այդ իմ համար ինքան սովորական բան է։ Իմ ներքին զգացողությունն է, որ ես պրոստը շատ մարդ եմ ճանաչում մեր քաղաքում, մեր երկրում, քան թե ուրիշ մարդիկ, ընդհանրապես այդքան։ Այդ հարցերն էլ նորմալ է։ Ես իմունիտետ եմ ձեռք բերել, որովհետև դե մարդս մի օր լավ տրամադրություն ունես, մի օր վատ, մի օր հիվանդ ես, ոնց որ հիմա միշտ չի որ տրամադրված ես խոսալու, քննարկելու եւ այլն։ Ես միշտ, եթե ագրեսիվ են լինում, փորձում եմ այտենց հանգստացնել, բայց մի հատ դեպք պատմեմ, ուրեմն մի սփյուռքահայ եւ մի երևանցի ինձ ըստ էության նույն բանը ասեցին։ Ես մեզ ռեստորանում նստած ես, երևանցին այն ծերից, ախպերս, մալադեց, ես դրանց հոպտուր, բան ես կշացենց։ Հետո ինձ մոտեկացավ մի հատ սփյուռքահայ եւ ասեց բարև ձեզ, կներեք, որ ընդհատում եմ ձեր խանգարում եմ ձեր ընթրիքին։ Մենք ձեզ շատ ենք հավանում, շատ ենք սիրում։ Այդ նույն մտքի արտահայտությունն էր, այս սփյուռքահայներ, այն երևանցին էր։ Տարբեր էմոցիաների տարբեր շատ տարբեր էր եւ ճիշտ կլինի որ այդ մշակույթները մի քիչ իրար մոտիկանան։ Ինչքան մոտիկանան ավելի ընտիր ոսկե միջին եք։ Դե հա, բայց մենք որ մի քիչ ավելի բարի լինենք, հավատացեք մեր խնդիրները ավելի հեշտ կլուծվեն։ Մանավանդ եթե մենք բոլորս հիմա սա քրիստոնյա են, չէ՞։ Բոլորը արկիրակի պատարակի են գնում։ Բոլորը այն լրագրողները բռնացնում ասում են դու հայրմերը գիտես, հələ փորձովի ասա չէ։ Այն դիմացին սկսում է բահայո հայրմերը որ արա քեզ ինչ ես հայրմերը գիտեմ թե չէ։ Հետո որ ասում են գիտես թե չէ, ասում է բան ոնց լրագրողի իրավունքները խախտում եք, դուք ինձ պետք է ասեք, դուք հայրմերը գիտեք թե չէ։ Այն մուտացիան, որ մեր լրագրության մեջ է անում ցավոք սրտի, ասենք դա անձնական տարածք հասկանաք, մարդը շատ հանգիստ կարող ասի քեզ ինչ։ Հետո գիտեք ինչն է վատ, ինքը ինչի է հարցնում։ Ինքը չի հարցնում, որ պարզապես պարզի դուք հայրմերը, ինքը հարցնում է քեզ ոչնչացնի։ Եթե դու հանգած ասում ես հայրմերը չգիտեմ, վերջ, դու հայ չես։ Այդ կոնտեքստով գնալը պատարակի գնում ես, ասում հա գնում եմ, այ քեզ ինչ ես պատարակի չեմ գնում, հետո Կարծում եք շատ պրիմիտիվ են ամեն դեպքում հարցադրումները կամ այդ սկանդալային քրիստոնեությունը, այդ պատարակը, այդ հայրմերը դարձրել ենք քաղաքական լրագրողական պայքարի գործիք, որը այս տոնական օրով չեմ ուզում ասեմ ինչա։ Լավ, անցնենք առաջ։ Պարոն Ղազարյան, այս ամենի մեջ լինելով ինչպես եք հաղթահարում գայթակղությունը քաղաքական գործից չդառնալու։ Ճիշտ ասած, ոչ մի գայթակղություն այդտեղ չկա։ Երբևէ բայց չեք մտածել։ Ես թիմային խաղացող չեմ։ Ինձ եղել է որ առաջարկել են որ դառնամ պատգամավոր։ Ես ասել եմ, լսի, տես, ես մի բան որ գտնեմ սխալ է,
որ Աստված ձեռդ բռնած եկավ, ասել եմ չեմ քվեարկելու կողմ։ Դու էլ գնալու ես, ասենք, այդ օրվա նախագահի հետ պայմանավորվես, գաս, ես չքվեարկեմ, դու ին վրա ջղայնանաս, ես քո վրա ջղայնանամ, մեր հարաբերությունները փչանա։ Ասել եմ, այդ քեզ պետք է։ Ասել է, չասել եմ, դե ինձ էլ պետք չի։ Իսկ քաղաքականությունը թիմային խաղ է, երբեմն դու պետք է չասես այն ինչ մտածում ես, կամ ասես այն ինչ չես մտածում եւ այլն եւ այլն։ Դրա համար ես այդ թիմային խաղը չեմ սիրում, բայց ինքը շատ լուրջ մասնագիտություն է։ Լավ, այդ գայթակղությունը, որ քաղաքական գործիչ դառնալ հասկացանք, ելնելով ձեր բնավորությունից, այսինքն դուք այն Ինձ հետաքրքիր է, 20 անցել է 24 տարի, իմ աշխատանքը ինձ հետաքրքիր է։ Ես սիրում եմ մարդկանց հետ զրուցել, խոսալ, հարցեր տալ։ Այդ հետաքրքիր աշխատանք է, Իսկ այդ աշխատանքի ընթացքում ախր դժվար չի անկողմնակալ մնալը։ Ես քանի գնում եմ, գիտեք, այդ անկողմնակալ ասածը մի հատ եկեք հասկանանք ինչ է, էլի օրինակ ըստ ինչ նշանակում Դե օրինակ եմ ասում, հիմա իմ տվյալ էս հարցս հետեւյալն է։ Ինան է եւ ես եմ։ Համարենք նա իշխանություն, ես ընդդիմություն։ Իմ մտքերը գուցե ձեզ ավելի այսպես մոտ են գաղափարախոսությամբ կամ չգիտեմ ընկալմամբ կամ տեսանկյունով, քան Ինայի։ Եվ ընթացքում հարցազրույցի դուք իմ կողմը ոնց որ կամած անցնեք։ Ճիշտ կարողացա բացատրել, թե չգիտեմ։ Դուք են պարագայում եք ասում, երբ որ բանավեճը։ Բանավեճի, միմիայն բանավեճի մասն է խոսքը։ Ես բանավեճի ժամանակ, քանի որ իրանք երկուսով են իրար հետ բանավիճում, դու հեշտ է կողմնակալ մնալը։ Իրանք բանավիճում են արդեն, ես այն դեպքում եմ փորձում օգնել, երբ կողմերից մեկը շատ թույլ է լինում, փորձում եմ իր արգումենտները օգնել եւ ինչ որ ռեպլիկներ, որ հետաքրքիր լինի։ Ընդհանրապես հարցազրույցը եւ բանավեճը։ Ես այն որ հաշվում էի, մոտ 1000 բանավեճ եմ արել։ 1000։ Հա, մոտ 1000։ Եվ Աստված գիտի թիվը, որ հաշվեցի, տրամադրությունս ընկավ, ինչքան մեծ եմ ես, այդքան հաշվեք շաբաթը 4-5 հատ 24 տարի։ Ու բազապատկեն 24 տարով։ Հա։ Այդքան հարցազրույց եմ արել հազարներով եւ Բայց կարծում դեռ այդքան էլ ունեք անելու։ Չգիտեմ։ Ես ինձ զգում եմ մնաց ոնց որ առաջի օրը մոտիվացված։ Եվ անկողմնակալը այդ պարագայում հավասար իրենց հնարավորություններ քո տալն է։ Երբ որ հարցազրույց է, հիմա տեսեք, այդ որ սովորեցնում են դու լրագրողը պետք է հիմա մարդ եկել է, ակնհայտ սուտ ասում։ Ակնհայտ։ Դու ինչ պետք անես։ Ասես դե դա սուտ ասելու քո իրավունքն է եւ սուտ ասա անցի առաջ։ Հավ դուք ինչ եք անում այդ ժամանակ։ Ես բռնում եմ։ Սուտ է։ Այո։ Երեք այդ абսուրդ է, որ ասում են սուր հարցեր, բա ինչ մեկի գալիս են, ես ասում լսի։ Եթե ես ասում եմ մածունը ինչ գույն է, դու ասում ես սև։ Ես ասում եմ, այս է մածունը նայում ես, սև չի։ Դու ասում ես սև։ Ես ասում եմ, չէ, սպիտակ է։ Այդ նշանակում է սուր հարցեր եմ տալիս։ Հա։ Իմ հարցերը ամենապարզագույն հարցերն են։ Եվ հետեւաբար ձեզ մոտ չի կարելի էլ չկա։ Որ օրինակի համար կան չի կարելի, այո, չի կարելի վիրավորել, չի կարելի էթիկայի կանոնները խախտել, թե հիմա գիտեք այդ հասկանալի է, բայց հիմա որ մեր լրագրությանը նայում եք, այդքան էլ այտենց չի, չէ։ Եվ գիտեք ամենամեծ ամենակարևոր կանոնը որն է, այսինքն ուսանողներին էլ եմ սովորացնում։ Օրինակ հիմա եթե դուք եկել եք բանավեճի եւ դու ասում ես որ մեր տաղավարը պետք է լինի կապույտ գույն, դու ասում ես կարմիր, դա նորմալ է, ես պետք է հավասար ձեր հետ բանավեճը։ Բայց երբ որ հյուրը եկել է եւ ասում է որ ասենք երկրում պետք է հեղաշրջում լինի, այսինքն սահմանադրության խախտում կամ ֆաշիստները ճիշտ էին։ Արդեն սպանում, ճիշտ։ Դու չես կարող այդտեղ կողմնակալ մարդկության դեմ, սահմանադրության դեմ, հումանիզմի դեմ, խոսույթը հանցագործություն է։ Եվ լրագրողը իրավունք չունի այդտեղ անկողմնակալ լինել, հանցագործության նկատմամբ անկողմնակալ լինելը դա նպաստել է հանցագործությանը։ Եվ այդ պարագայում լրագրողը արդեն իրավունք չունի անկողմնակալ լինել։ Նա պետք է ասի եղբայր դու քարոզում ես հաջողություն տաղավարից։ Հասկանում եք, այսինքն կան նորմալ խնդիրներ, որտեղ չեզոք քննարկեք ինչ ուզում եք, բայց կան բաներ, որոնք չի կարելի մարդկության դեմ եւ լրագրողը այդտեղ եթե չեզոք, ինքը արդեն ինքը չի հասկանում ինչով զբաղված։ Բայց կարծում նաև սերն էլ շատ կարևոր է։ Ինչ է։ Սերը հանդեպ աշխատանքի։
Քիչ առաջ նշեցիք այնքան դուրս եկավ այդ պահը ու փաստը, որ նույն մոտիվացիան դեռ կա։ Ինչքան 24 թե 25 տարի անցել, ես նույն կերպ եմ վերաբերվում իմ աշխատանքին։ Որովհետև, ասենք, մարդը ոնց է երջանիկ կլնում, չէ՞, պետք է ունենա լավ աշխատանք, տղամարդը կներեք։ Լավ աշխատանք, լավ ընտանիք, լավ ընկերներ։ Տարբերություն կա կանանց եւ տղամարդկանց, հետաքրքիր է ուղղակի։ Ես կանանց չեմ փորձել հասկանալ, այդքան ժամանակ չունեմ ազատ։ Իրանք թող բնութագրեն իրանց։ Պապս ասում էր կնոջը պետք չի հասկանալ, կնոջը պետք է սիրել։ Հա, բայց դա չի բացատրում իրանց։ Դուք հիմա ինձ ասում եք, որ բացատրեմ իրանց։ Իրանց երջանկության բանաձևը։ Տղամարդկանց ես գիտեմ, ունենաց լավ կին, լավ ընկերներ եւ սիրված աշխատանք։ Դա շատ կարևոր, որովհետեւ այս ամենի մեջ ամենաերկարը դու անցկացնում ես աշխատանքում։ Եվ եթե մարդը աշխատանքի գալիս է չուզելով, չսիրելով, եւ այդտեղ պետքա ճիշտ է, ես էլ ալինում, որ ասենք այդ օրը չեմ ուզում աշխատել։ Դա շատ բնական է։ Բայց ինքը ուղղության մասին է, էլի, ես ասենք, եթե շաբաթվա 7 օրից 5-ում ուզում ես աշխատես 2-ում չէ, ուրեմն ճիշտ է, հələ չես ասում։ Դուք հարցազրույցներ եք արել նաեւ տարբեր ոլորտի աշխարհահռչակ գործիչների հետ։ Արդյոք ձեզ մոտ էսպես առանձնացված մի անձ կա, որ շատ է տպավորվել հենց այդ հարցազրույցը։ Կա մի դեպք, որտեղ ես ինքս ինձնով հպարտ էի։ Եվ Երբ որ ես 2003 թիվներ, չեմ հիշում թիվը կոնկրետ, կամ 2 կամ 3 կամ 4 սովորում էի Պոզների մոտ, մեզ տնային հանձնարարություն տվեցին գնալ եւ ռուս հայտնի քաղաքական գործչի հետ հարցազրույց անել, դա մեր պետքալներ ամփոփիչ տնային աշխատանքը։ Դե Մոսկվայում, ասենք, ես ուրիշ ոչ մի բան չունեի, ոչ ծանոթ, ոչ բան։ Ինձ այդտեղ հայ աշխատող կար, այսպես հայկական ցանցային մենք գտանք, որ Ժիրինովսկու օգնականներից մեկը հայ է, ես զանգեցի այս հային, այս հայը զանգեց այս հային, այս հայը ասաց ցավները տանեմ կազմակերպենք եւ ինձ Ժիրինովսկու հետ նշանակեցին հարցազրույց։ Այն մի հատ ուրիշ հայ էլ ինձ օպերատոր էր տվել, որովհետեւ այդ օպերատորի մի ժամը աստված գիտի ինչքան գումար էր եւ այնտեղ ժամով էր։ Օպերատորների դուրը կգա։ Եթե գնում էր խցարման մեջ մնում էր, դա գումար էր, իսկ այնտեղ կարած մի 5 ժամ խցարում։ Ես այդ հնարավորությունը չունեի, բայց այդ հայը ասել էր օպերատորը քոնն է այսօր։ Ես գնացի հարցազրույցի, այդ ժամանակ էլ ընտրություններ էին պետական դումայի մի ամսից, եւ այդ հայը եկավ դիմավորեց, ես ու իմ խեղճուկրակ օպերատորս նստած սպասում ենք, որ Ժիրինովսկին պրես կոնֆերանս է իր կաբինետում եւ այդ օրը Վալոշինը Պուտինի ադմինիստրացիայի ղեկավարն էր, որը համարվում էր Ելցինյան թևի այսպես էպոխայում պահող մարդ, նրան գործից ազատել էին եւ բոլորը քննարկում են, որ Ելցինյան էպոխան արդեն գնում է, ասես աշխարհով այդտեղ CNN-ը ինչ հերոստատեսություն գիտեք, մոտ 200 կամերա լրագրող, ես այդ ապարատները որ տեսա ապշեցի, ես Հայաստանում դες բան չէի տեսել, ասենք 4-5 մետրանոց, ասես կրաններ, բան, այս Ժիրինովսկին դե գիտեք մտել է, բան, ես նստած ֆոյում սպասում եմ, բայց դե գիտեմ, ինքը մենք ունենք կեժամ, ինքը կեժամից ինձ ասել է, որ ազգային ժողովի ֆրակցիայի ղեկավարները գնալ են Պուտինի հետ հանդիպման եւ այս կեժամն է քոնը, բայց ես նայում եմ, որ վերջը չի երևում։ Այս տղային կանչում, ասում եմ, ապեր, այս բա ոնց ենք հարցում, ասում եմ, դե հիմա էսա, ինչ ուզում ես արա։ Այս կեժամը կա, կեժամից ինքը դուրս է գալու, ընդեղից էլ հələ ինքը խոսում է եւ այդ ասուլիսը չի բրծնելու հաստատ։ Հիմա այս օպերատորն ասում, լավ, եկել հասել ենք ստեղ, ինչ անենք։ Ասի լավ, սկսում ենք մտնենք։ Մտանք ոնց որ գյուղից որ գալիս են քաղաք, մոտավորապես այդ վիճակում ենք, որտեղ եթե տեսնում եք լրագրողների տեխնիկան, կուլտուրան եւ այլն, այդ բանը, ոնց որ մի անգամից քո բանից գալիս ես համաշխարհային ոնց իրադարձությունների մեջ, հալավ ասում եմ, ասենք, ինչ որ մի, բայց ինձ հարցազրույց է պետք, որը պետք է մինիմում լինի 20 րոպե։ Ասում եմ, ինչ անենք, ասեցի լավ, տենց իմ մեջ գցեցի բռնեցի, ասի լավ, հիմա երկու տարբերակ կա, կամ գնում ես հետ ու ասում ես ես ձախողեցի չստացվեց, ասում լավ, կամ էլ ինչ անեմ ստեղ էլի հասկանում ես, երեսս տենց այդ իմը լավ չի ստացվում, բայց ասեցի եսի կամ ես կոմ կամ են կոմ, եկա ուտեղ
լոբինգ էին անում, թե ինքում հարցին պատասխանի, պատկերացնում եք։ Ասենք ես ինչ իր օգնականը, իր վարորդը, իր խորհրդականը, կարծում եմ այս հարցն էլի վրացի մեջ շիրնոսկիսը։ Ու ինքը, ասենք, լոբինգով, տես բան մենք այստեղ չենք տեսել, չէ՞ որ հարցազրույց տվողը լոբինգով ինչ որ մի լրատվամիջոցի հարցին պատասխանի։ Ես այս հային ասին զարեմ բրդի առաջ 200 մարդ է։ Տենց գնացինք, ասես որ տեսնեին լրագրող եմ, չէին թողի, իրանք չֆայմեցին, որ ես լրագրող եմ։ Չհասկացան դուք։ Ին ոչ մի բանի չերևում, որ ես եկել եմ ինտերվյու վերցնեմ։ Տենց մոտիկացա իրան, ասեցի Պարոն Ժիրինովսկի ասեցի։ Հեսանտրություններ են, հայ համայնքի բանը ձեզ հետաքրքիր է, չէ՞։ Ես մի անգամից ինքն գիտեք ոնց է, գծի վրա անգավ, այս գծից փոխել ուրիշ թեմայի շուրջ շատ բարդ է։ Այդ գծով գնում է ինքը։ Այս միանգամից հաշվարկեց, որ հա, ասեցի հայկական հեռուստատեսություն, հենց դες ձևակերպեց, հայկական ինչ անորոշ հայկական հեռուստատեսություն, ասեցի բա չեք ուզում այդ հայերին ինտերվյու տակ, այսքան ընտրող կա հայ։ Ասեց հա, նստի, արի։ Ես ուրեմն ասեցի, բայց իմ ասես կանգնած ինձ մի հարց, ինձ պետք չի այդ։ Ինձ պետք է 20 րոպե։ Եկա նստեցի կողքը, ասես, ասուլիսի տեղը, այդ օպերատորին ասեցի, անես բռնասով երկուսով լնենք, ու ասուլիսի մեջ մենք 20 րոպե, 22 րոպե հարցազրույց արեցինք։ Ու բոլորը լսում էին։ Դե ինքն է այդտեղ այդ բոլորը ինքը եկան մի 10 անգամ եկա Վլադիմիրը ասաց ինքը որտեղ հաշվարկել էր որ հայ Համայնքը շատ են, այո, դա իրան մի քանի միլիոն պետք է, քան ասենք CNN-ը ինչ կգրի իր մասին։ Իրան անդադ գալիս ասում են, բայց այնտեղ թշնամանքի մթնոլորտ է, բայց մենք 22 րոպե ու եթե դուք դա նայեք, ճիշտ է, մի կամերայով է նկարած, սենց ստատիկ, երկրորդը չունենք էլ, բայց դուք կյանքում չեք գլխի ընկնի, որ դա ասուլիս էր։ Ես ասուլիսի տեղը հարցազրույց արեցի եւ այտենց հպարտ, որ կարողացա եկա ու շատ բարձր գնահատական ստացա։ Պոզները գոհ էր։ Հա, գոհ էր, դե ինքը իմ հարցազրույց վայելուց շատ գոհ էր։ Մտնում ասում են, кто опять получил, ասում են опять Պետրոս։ Ճիշտ է, շատ հետաքրքիր է ձեր հետ զրուցելը ու մենք էլ անընդհատ հարցեր, բայց որպես վերջին հարց եկեք դիտարկեք սա։ Եթե չդառնայիք հերոստա հաղորդավար, ինչ ուղղություն կընտրեիք։ Ես պետք է դες ասեմ, որ ես այդ հարցի մասին կյանքում չեմ մտածել։ Բայց մի օր ինչ որ մի հարցի շուրջ։ Եվ դրանում է հաջողությունը։ Մտածում ենք։ Չէ, ես տեսեք, ես որ արտանում եմ, իմ երեխաներն ասում են, «Պապ, ես ինձ կուզեի քո նման գոր աշխատել», ասում եմ, «Այդ ո՞րն է»։ Ասում եմ, «Դե ասում առավոտ ընկերներդ գալիս են, կոֆե ես խմում»։ Հետո գնում ես սպորտզալ, հետո գնում ես գործի, մի 2 ժամ գործի տեղը մնում ես, հետո գնում ես ընկերներիդ հետ ինչ-որ բան անելու էլի։ Կամ տուն ես գալի տնեցիների հետ, ասում եմ, «Բալիկ, այդ 2 ժամի համար պապան 24 ժամ ամեն օր պատրաստվում է»։ Պրոստը դու չես տեսնում։ Հիմա այդ դառնանցել է, որ մարդը գալիս է օֆիսում նստում, ասենք 8 ժամ պետք է այստեղ բան գործարան չի։ Ասում եմ, այդ ես կոֆե խմելու ժամանակ եմ աշխատում։ Ընկերներիս հետ տեսնելուց էլ սպորտզալում եմ ես աշխատում։ Հետո որ գալիս եմ աշխատում, հետո պրծնում եմ արդեն մյուս օրվա վրա եմ աշխատում։ Ես անդադ եմ ես աշխատում։ Այս բանը 24 ժամ է։ Դրա համար ես չգիտեմ, ես գիտեք ինչ մասնագիտություն կուզենայի։ Էլի հաղորդավարն է, բայց ձեր բանի Ձևաչափի։ Հա, որտեղ ներվ չկա, Առավոտյան։ գալիս են պոզիտիվ մարդիկ, խոսում են ինչ ծրագիր են արել, երեխեքին դաշնամուր են նվագել, ջութակ են նվագել, բարեգործություն են արել, ես դպրոցում են արել, Սպարտակիադա են արել, դրականն է, հասկանում եք, իսկ մերը ցավոք սրտի չարությունը Եթե կուզեք մի օր կարող ենք տեղերով փոխվել, բայց մի օր։ Չէ, ես ձեզ չեմ մաղթի, դուք գոնե մի օր այդ նեգատիվը ձեր վրա։ Չէ, ես ուղղակի որ երկրորդ օրը գաք, ել դուք այստեղից չեք հեռանա, դրա համար ես մտավախություններ ունեմ, դրա համար մեկ օր եմ ուզում պայմանավորվեմ ձեզ հետ, էլի, որ դուք գաք մեկ օր ու վերջ։ Ոնց ասեմ։ Իսկ մենք չենք կարող գնալ քաղաքականություն։ Դժվար։ Պատասխանատվությունը ու մնացած բոլորն ամեն ինչ որ կարող է զերանալ։ Ես ինչ չի դառնա քաղաքական գործիչ հաստատ։
Լավ, այդպես կարելի է դիտարկել հարցի պատասխանը։ Շատ հետաքրքիր։ Մենք մեր ձևաչափին հավատարիմ մնալով ունենք բլից նաև հարցադրում, շատ կարճ։ Արագ հարցեր տանք, դուք արագ միանգամից բլից պատասխանեք։ Սկսենք Գեղեցկուհի։ Սկսեմ։ Որն է ձեր ամենահիշվող հարցազրույցը։ Ամենահիշվող, ես չունեմ այդպես ամենահիշվող, որ այս մեկը, ասենք 20,000 հարցազրույցից հետո մեկը հիշել։ Ես ոչ ձև ասում։ Ես այսօր ավարտեցի, մի ժամ հետո կարող ինձ հարցնեք, ասեք, այսօրով էր հյուրդ, ես չհիշեմ, որովհետև ես արդեն Վաղ ապրում եմ այդ օրվա հյուրով։ Հենց ավարտվեց, ես չեմ հիշում։ Որն է ձեր ամենաերկար ուղիղ եթերը։ Ոյ, այս 22-23 թիվն էր, երբ որ հարցակումներ եղել, մենք ժամերով ուղիղ եթեր ունեցանք։ Մի օր ուղիղ եթեր ունեցանք։ Կարելի ասել։ Հիշում եմ այդ թվականը։ Մի օր մենք ուղիղ եթերում էինք։ Ես ուղիղ եթերից չեմ հոգնում։ Ես ուղիղ եթերում ավելի ազատ եմ, քան սովորական կյանքում։ Սովորական կյանքում ես չեմ խոսում, տենց չեմ շփվում։ Իսկ ուղիղ եթերում ես դա իմն է, ես ակտիվ եմ, խոսում եմ, չեմ հոգնում, չեմ ձանձրանում։ Ամենասիրելի գործընկերը ձեր։ Գործընկեր ինչ նկատի ունենք, հաղորդավար։ Ոնց դուք պարտադիր չի հաղորդավար։ Դե իմ թիմը ես շատ եմ սիրում։ Մեր բոլոր աշխատողներին սիրում։ Ճիշտ է, խմբագիր մեր վրա չի գալիս, բայց սիրում եմ բոլոր նրանց, ովքեր եկել են ու գնացել են եւ մնացել են։ Դեպի գործընկերները պետքա հաճելի լինի, էլի միջավայրը որ աշխատես։ Միանշանակ։ Եվ ձեր ամենասիրելի հաղորդաշարը։ Հաղորդաշարը ես սիրում էի Մարատ Օրձյանի, ինքը տենց երկու ալիք կար, մի հատ էլ հայկական կար, չէ՞։ Տենց ինքը հարցազրույցներ էր վարում։ Չգիտեմ դուք հիշում եք թե չէ։ Որ թվականների մասին է։ Աստված գիտի, Մարատ Օրձյանի պարագան թվական հարցները մի քիչ բան գործ է, անշնորհակալ գործ է։ Ինչ որ տենց 80-ականները չէ։ Եվ մենք երեխեքով հավաքվում էինք եւ լուրջ եմ ասում, գարեջուր բան էինք դնում, ինքը միշտ տենց ասում էր մի փոքր ձեզ հարցնում, ասում ենք նորմալ տուր, ինչի մի փոքր։ Ու ասում ենք դրանց այսօր էլի կասի մի փոքր, թե նորմալ կասի։ Մենք այդ միշտ նայում էինք եւ մեկ էլ նայում էինք Ութմազյանը։ Մի հատ հաղորդումն էր, կարող է կանոնը չեմ հիշում, սպիտակ չգիտեմ ինչ, որ ամեն ինչ սպիտակ էր, կարող է։ Սպիտականկյուն։ Հա, տենց ինչ որ սպիտակ չգիտեմ ինչ էր, որտեղ ինքը տենց հարցնում էր, ասում էր, այ սիրո երջանկության հոգու թոթովությունը ինչպես մենք տենց ասում ենք, արես ինչ է ասում, էլի, ու բոլորս հասկանում ենք, որ մենք այդ հարցերի պատասխանները չունենք։ Հյուր պետք չի գնալու էլ։ Այդ մեր սիրած հաղորդումներն են, որ մենք նայում ենք, որովհետև ես քաղաքական հաղորդումներ ճիշտ ասած չեմ նայում։ Լսում եմ բոլորը, որ գործի մեջ է, բայց իմ հաճույքի համար ես դրանք չեմ նայում, որովհետև դրանցից մենակ ներվայնանում եմ։ Ես որ նայում եմ, շարունակ տունել որն եմ, հերոսատեսիտ կռիվ եմ անում, ասում լավ ոնց կարելի է այս աշճում, այս ոնց կարելի է չտեսնել, ես չասել, ես չխոսալ էլի։ Եվ կարծում եմ երրորդն էլ կա, պարոն Ղազարյան։ Մինչև հարցազրույց սկսելը դուք նշեցիք, որ Առավոտ լուսոյի նաև։ Դե ես այդ պայլի վերջում ասեի, դու ինձ առաջ անցա։ Ես շատ եմ սիրում ինչու։ Երբ որ ես առավոտյան զարթանում եմ, ես սիրում եմ ոչ չծանրաբեռնեն։ Ես հեռախոսներին չեմ պատասխանում։ Կապ չունի ով զանգել, ես հեռախոսներին չեմ պատասխանում, ես սուրճը դնում եմ, նստում եմ, դու միշտ պոզիտիվ տրամադրություն ես, ինքը միշտ ճպտում է, այդ շատ լավ է։ Իսկ առավոտ ավելի բան պետք չի, եւ գալիս են ինչ-որ մարդիկ, որոնք խոսում են ինչ-որ ծրագրերից, պոզիտիվ, դες դրական, ես մինչև տենց արթնանում եմ ու մի հատ կարդում եմ առաջի քաղաքական, որտեղ ով է տրակել, որտեղ ինչա ում են սպանել, որտեղ ում դավաճան է հանել, նոր օրը սկսվում է։ Այդ առավոտյան պոզիտիվ։ Ես նույնիսկ որ ուշ եմ արթնանում, մեկ-մեկ հետ եմ տալիս, այդ առավոտը իմ մեկը ապահովում, որ լսեմ, որ տես կամած արթնանամ։ Իրականում շատ շնորհակալություն, շատ հաճելի անմիջական ու անկեղծ զրույցի համար։ Նաև շնորհակալություն, որ մեզ հետ եք առավոտները արթնանում ու շնորհակալություն, որ նման կարծիք եք արտահայտում նաև մեր մասին, մեր ամբողջ մեծ թիմի մասին։ Մեր բախտն էլ է բերել, ես էլ անկեղծանամ, որովհետև մեր թիմն էլ շատ պոզիտիվ թիմ է ու բոլորը մեր ադմինիստրատորները, մեր ռեժիսորները, մեր օպերատորները, բոլորը անխտիր, շատ դրական մարդիկ են։ Առավոտյան առումով այդ շատ կարևոր է, որովհետև այդ լիցքերով է սկսում քո օրը եւ ոնց ես այլ ալիքներով, եթե ճիշտ ասեմ, չեմ կարող նայեմ առավոտյան հաղորդումներ, որովհետև
Պետք էլ չի։ Լիցքը չկա հասկանում եք։ Դե մենք կարող ենք տեսնել։ Շնորհակալություն պարոն Ղազարյան։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մասնագիտական տոնի Հա, այսօր հարցի։ տերնա, չէ։ Այո, ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Ձեզ շնորհակալություն, ես վաղուց չէի խոսում, տենց։ Բայց լավ էր։ Հա, Հաճախ եկեք, մենք ուրախ կլինենք։ հրավիրողը դուք եք։ Սիրով։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Իսկ մենք շարժվենք առաջ։ Այո։